Ընդհանրապես սա PR ակցիա է, որ ծորեր էր գալի Հայաստան։ Մոտապես դրա տարբերակով, որ հետո պարզվեց կոմբիկ era անասունների համար։ Մոտապես այդ երևույթի հիմա էլ կերս նավթային տարբերակ, որտեղ նախ Հայաստանը չունի նավթահարաշարման գործան, մեզ նավթ պետք չի էլի։ Եթե նավթամթերք գալի, հավանաբար նկատի ունեն դիզվառելիք, հնարավոր է 2 վագոն ձևի համար դիզվառելիք կա Հայաստան, որից Հայաստանը ոչ բան էլ այդ 2 վագոնը։ Հայաստանը նավթամթերք ստանում է որպես ԵԱՏՄ անդամ պետություն, իր քվոտաները ունի եւ միջազգային գներից համատաբար էժան գներով մենք ստանում ենք Ռուսաստանից։ Մնացած դեպքերում սա ասենց ասեմ մեկակամյա ակցիաներ են նպատակ ունենալու գործողական ռեժիմի կեղծ խաղաղության օրակարգին սպասարկելու համար։ Այս առումով ռեժիմը թե Հայաստանում թե Բաքվում նստած ձեռքբերված զբաղված են հայ բնակչությանը խաբելով էլի իրենց այս ակցիաներով ուրիշ ոչ բան։ Իսկ պարոն Մանվելյան, ինչպիսի ռիսկեր եք տեսնում այս դեպքում, եթե օրինակ ադրբեջանական նավթը ինչ-ինչ ճանապարհներով հասնի Հայաստան, այստեղ ոչ միայն հասնելու խնդիրն է, այլ նաև իրացնելու, ինչպես դուք ասեցիք, որովհետև Հայաստանում չկան համապատասխան նավթամշակման կայաններ։ Բայց այս դեպքում, եթե ինչպես հացահատիկի դեպքում էր, որ հասավ Հայաստան, եթե իրացվեց անասնակերի տեսքով, ապա նավթը եթե գա, ինչպես է իրացվելու։ Նախ սկսեմ նրանից, որ Ադրբեջանը չունի ազատ նավթամթերք ու ուզենա տա։ Ինքը ունի երկարատև պայմանագրեր կնքած տարբեր պետությունների հետ եւ ինքը պարտավորություններ ունի։ Բացի դրանից Ադրբեջանը նավթի արդյունանում է վերջին 10 տարում միայն նվազում է տարեց տարի։ Վերջին 10-15 տարում 40%-ով նվազել է, որ հասկանա։ Իսկ նորից եմ կգեմ, ստեղ ոչ մի լուրջ նավթ կամ նավթամթերքը գա Հայաստան, գործընթաց չկա, կա ընդհանրապես գործող ռեժիմի PR ակցիա, որով ուզում են խաբեն բնակչությանը, որ իբրև կարող է տեսեք խաղաղություն անում։ Իրականության մեջ Ադրբեջանը այս ընթացքում այդ նավթի վաճառքի հաշվին իր ռազմական բյուջեն է ավելացնում։ Իսկ եթե Հայաստան նավթամթերք գալի նույնիսկ Ադրբեջանը, այդ նշանակում է այդ մարտիկ Ադրբեջանի ռազմական բյուջեն արդեն նաև ինչ որ չափով սկսում է սնուցվել Հայաստանից։